Հիմա այս շրջանակներում, որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձաքննության եզրակացությունը, ընդ որում ես դրան փորձաքննություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձաքննություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը, իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին, այս փորձաքննությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգը օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալու։ Եվ մեր առաջի հարցը հենց դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեց, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են թե ոչ։ Այս հարցը պիտի տրվեր փորձագետին։ Բայց այդտեղ դա էլ չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորություն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են արի ստորագրի, տենց ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող ենք լինել եւ ցանկացած անձել նույնիսկ ոչ փորձագետ կարող են նայել, ասել դե հա նման են իրար, էլի դե ոնց որ թե նույն անձն է, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա տեսեք, ես արդեն ուզում եմ անցնեմ մեր փորձաքննություններին։ Մեր փորձաքննությունները այս պահին բազմաթիվ, դրանք մոտ 5-ն են, որոնք որ ուղարկվել նշանակվել են, նրանցից այս պահին մենք ստացել ենք 3 պետություններից։ Առաջին, հետ եմ ասում, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Սերբիայից։ Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը։ Ես հիմա ուզում եմ հարցը հնչեցնել եւ դրա վերաբերյալ նրանց տված պատասխանը։ Փորձագիտական եզրակացությունները մենք կհրապարակենք իհարկե էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաեւ դրա հայերեն թարգմանության քաղաքացիները։ Եվ այսպես Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն հարցս, արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձաքննություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան. տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված մշակված ացանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում։ Չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարքագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այսպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել, որում հաջորդ հարցը. արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան. տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ հարցնում եմ, արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում է այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։
կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը, արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք, տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, աղմուկ կար։ Հիմա հարցս հետեւյալն է, արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը, արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք էլ կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը, արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն են նույնիսկ կրկնվում։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 645-512 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար, ասում է բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն էլ, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ այդ նկարահանումը տեղի ունեցած լիներ, միտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Այս բոլոր հարցերին մյուս փորձագետներն էլ ըստ էության նման պատասխաններ են, բայց կան որոշակի տարբերություններ ըստ հավանաբար իրենց մասնագիտության խորացման։ Էլի տրված են տեխնիկական հիմքերը։ Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, Ռուսաստանի Դաշնության փորձաքննության եզրակացության էլի հարցերի պատասխանների հայերեն թարգմանությունն է եւ հետեւաբար նույն հարցերն են։ Արդյոք տեսագրությունում արձանագրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Ես հիմա քանի որ հարցերը կրկնվում են, հարցերը չեմ կարդա, միանգամից արագ ներկայացնեմ դրանց պատասխանները։
Պատասխան գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Գրված է հիմնավորումները։ Երկրորդ հարցի պատասխանը, մասնավորապես, այստեղ այոյով ասկսում հարցը նորից կարդամ, արդյոք տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ։ Պատասխան՝ այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների և հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ ստեղծման մասին։ Էլի հիմնավորումները կան։ Արդյոք ձայնագրությունը ներառյալ խոսքային հատվածը ենթարկվել է փոփոխության, պատասխան՝ այո, ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։ Արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեխնիկական միջոցները փոխվել են, այո, ձայնային միջավայրը և տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Հիմա տեսեք շատ կարևոր հետաքրքիր հանգամանք էլ ասեմ, որը հետագայում պատասխաններում ևս կիրևա։ Տեսաձայնագրությունների ֆորմատը կամ մետատվյալներն այնպիսին էին, որ դրանք իբր կատարվել են հեռախոսով։ Այսինքն կեղծիքի մանիպուլյացիայի ծավալը այնքան մեծ էր, որ անգամ այդ ֆայլերի մեջ մետատվյալները խոսում էին այն մասին, որ իբր դա տեսանկարահանումը կատարվել է հեռախոսով։ Բայց խորքային վերլուծությունը ցույց տվեց, որ հեռախոսի եւ որևէ կենցաղային տեսախցիկ չէր կարող այդ չափերի եւ այդ լուծաչափի, իրենք այդպես են ասել, համապատասխան նկարահանում իրականացվել։ Այսինքն կեղծիքը անգամ ստեղից է սկսվել, որը ի դեպ կարելի է ուղղակի նկատել նաև ոչ փորձագետ լինելով։ Ընդ որում ասեմ, որ բոլոր փորձագետները իրենց երկրներում լիցենզավորված դատական փորձագետներ են, համապատասխան ոլորտի, որոնց նաև դիպլոմները, նրանց վկայականները, փաստաթղթերը ամբողջությամբ դրված են փորձաքննության եզրակացություններում, որոնք կլինեն հասանելի։ Տեսեք, Ռուսաստանին օրինակ կազմակերպություն է մի ամբողջ, որը տարբեր փորձաքննություններ է իրականացնում, Սերբիան ու Չեռնոգորիան իրենք անհատներ են, որոնք լիցենզավորված են պետության կողմից որպես փորձագետ դատական փորձաքննություն իրականացնելու համար։ Տարբեր պետություններում այդ բաները տարբեր են, համակարգերը տարբեր են։ Այ օրինակ մեր քննչականը իր փորձաքննության շրջանակներում, ինչպես ասեցի, ինձ համար մի անհայտ անծանոթ մի փորձագետ է ներգրավել, մոտավորապես մեզ մոտ էլ կա դրա հնարավորությունը, բայց այնտեղ մենք մեր ընտրած փորձագետների դիպլոմներ կտեսնեք, մասնագիտացումներ կտեսնեք, մի խոսքով այս ամբողջը հասանելի կլինի։ Պարունակում է արդյոք տեսագրությունը տեսա եւ կամ ձայնային ռենդերինգի արդյունք։ Նույնականացման վերաբերյալ ոչ ներկայացված նյութերով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ, էլի իր հիմնավորումներով։ Երկրաչափական չափերի իմաստով փոփոխություն նկարահանումը կատարվել է նախապես կառուցված միջավայրում։ Ուրեմն ըստ պատասխանի այո, վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետևաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Գիտեք, չէ՞ որ կամ այլ ծրագրերով ստեղծված դիզայնով ստեղծված տարածքների մասին է խոսքը։ Եվ եզրակացություն վերջնական ես վրա մասնագետը հանգում է հետևյալ կատեգորիկ եզրակացությանը։ Ուսումնասիրված 5 ֆայլը գրանցող սարքով օբյեկտիվ իրականության պայմաններում։ Գրանցող սարք ասելով ռուսերենում մի քիչ ավելի բանա դառել, իրանց գրածով նկատի ունի, որ անմիջապես տեսաձայնագրող սարքով, դրանք չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով, կամերայով չեն, այսպես կամերաներով չեն նկարվել, էլի, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել։ Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ենթարկվել հետագա մշակման, ցածրորակ փաստագրական նկարանման տեսք տալու նպատակով։ Սա էլ շատ կարևոր հանգամանքներից մեկն է, որ ուզում եմ առանձնացնել։ Այսինքն սկզբից, երբ որ ստեղծվել է, եղել է ավելի բարձր որակի, եւ հետո որպեսզի տպավորություն թողնվի, թե տեսագրությունները իրականում վատ կամերայով կամ վատ որակի արված տեսագրություններ են, արհեստականորեն հնեցվել է կադրը։ Տեխնիկական մի քիչ երևի օգտագործեցի, ուղղակի հնեցում են արել կադրը, էլի, տենց են ասում։ Որակազրկել են։ Սերբիայի փորձաքննության եզրակացությունը, էլի նույն հարցերն են, պատասխան առաջին հարցի։ Ներկայացված ֆայլերի եւ
հասանելի մետատվյալների քննության հիման վրա հնարավոր է հիմնավորված պնդում անել, որ տեսագրություններում ցուցադրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Մետատվյալները ցույց են տալիս, որ ֆայլերը ներկայացված տեսքով կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում։ Սա հենց այն մասին է, ինչի մասին խոսում է։ Տվյալները ցույց են տալիս, թե իբր դա Apple-ով է նկարած, Apple հեռախոսներով է նկարած։ Քանի որ տեսագրությունները իրական չեն, այսինքն չեն նկարահանվել տեսախցիկով, առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ, ներառյալ հնարավոր է նաև արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով։ Հաջորդ հարցին պատասխան. առկա են բավարար տվյալներ պնդելու համար, որ տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված մասնագիտացված ծրագրի կիրառմամբ, չնայած Core Media Audio-Video մետատվյալները ցույց են տալիս Apple iOS-ի միջավայրում կոդավորում, արտահանում, դա ինքնին չի ապացուցում բովանդակության ստեղծման իրական մեթոդը, այսինքն տեսախցիկային նկարահանում, մշակում, վերակառուցում կամ գեներացում։ Հետևաբար, առկա է բավարար հիմք եզրակացնելու, որ նյութը ստեղծվել կամ փոփոխվել են մասնագիտացված ծրագրով, ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով։ Հաջորդ հարցին. Մետատվյալները ցույց են տալիս, որ քննության ենթարկված MP4 ֆայլերը կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում, ինչը կարող է համապատասխանել ֆայլերի արտահանման կամ վերակոդավորման պահին։ Տեսաձայնային սինխրոնիզացիայի նախնական վերլուծության ընթացքում ձայնային էներգիայի և կադրային շարժման 25 կադրվայրկյան հարաբերակցությամբ հայտնաբերվել են մոտավորապես -0.20 վայրկյան, այսինքն 200 մվայրկյան, այսինքն շուրջ 5 կադր շեղումներ, որտեղ ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։ Սա թույլ է տալիս հիմնավորված պնդում անել, որ ձայնային բովանդակությունը փոփոխվել է, թեպետ հնարավոր պատճառները կարող են ներառել նաև արտահանում, վերակոդավորում, ծրագրային մշակում կամ դեկոդերի ուշացում։ Տվյալների համակցված վերլուծությունը բավարար հիմք է տալիս պնդելու, որ ձայնագրությունները նախկինում ենթարկվել են մշակման, վերաձայնագրման կամ փոփոխության։ Հաջորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրի պայմանները կամ տեսաձայնագրության միջոցները չեն փոփոխվել։ Հաշվի առնելով, որ այս հարցը կախված է նախորդ երրորդ հարցի պատասխանից, որն արդեն հնչեցրեցի, եւ կարող էր այլ լինել նախորդ եզրակացության տարբեր լինելու դեպքում, ներկայիս հարցի պատասխանը ամբողջությամբ համընկնում է նախորդ հարցի պատասխանին։ Արդյոք տեսագրությունները պարունակում են տեսա եւ կամ ձայնային մոնտաժի հետքեր։ Ամբողջ ֆայլը հանդիսանում է վերակոդավորման արդյունք։ Ըստ պատասխանի։ Սա հաստատվում է MP4 կոնտեյների կառուցվածքով, այնտեղ իր FFmpeg, որը չի համապատասխանում տեսախցիկով ստեղծված բնօրինակ ֆայլերի կառուցվածքին։ Քողարկված շերտի, այսինքն կադրի արհեստական աղոտացում եւ աղմուկ, այսինքն քողարկված շերտի կիրառումը ևս դասակարգվում է որպես դիտավորյալ խմբագրում բովանդակության ստեղծման հետքերը թաքցնելու նպատակով։ Հաջորդ հարցը. տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի եւ սահմանափակ լուսաչափի են, ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։ Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված եւ ցածր լուսաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։ Արդյոք տեսագրությունները վկայում են նախապես կառուցված ստուդիայի կամ դեկորացիայի միջավայրում նկարահանման մասին։ Պատասխան. տեսագրությունների տեխնիկական բնութագրերը, էլի այդ չափերն են տված, օբյեկտիվորեն նվազեցնում են ճշգրիտ երկրաչափական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը, մասշտաբ, հեռանկարային հարաբերություն, հղումային չափեր, խորքային հարաբերություններ, հատկապես այն դեպքում, երբ կադրերում բացակայում են հայտնի չափերով հուսալի հղումային օբյեկտներ։ Բացի այդ, մետատվյալները ցույց են տալիս արտահանում վերակոդավորում, ինչը կարող է ազդել տեսողական եւ տարածական ցուցիչների վրա, այսինքն սրություն, աղավաղումներ, արհեստական հետքեր։ Սրանք են հիմնական պատասխանները, որոնք ստացվել են նշված 3 միջազգային փորձաքննությունների արդյունքներում։ Այս մասով ես ուզում եմ մի անդրադարձ անեմ նաև նախկին հոգևորական Արման Սարոյանին, որը վերջի շրջանում կարծես կամ վերջի չենց ամենասկզբից, կարծես թե այսպես շահագրգիռ անձն է, քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը ինքն էր։ Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի թե կամ գուցե հասկանալի է, ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ
այդ վարույթ իրականացնելու, հա։ Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրություն, որ կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Արշակ Սրբազանն է։ Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Նախկին Գևորգ Սրբազանի մասով կարծես թե ամենաշահագրգռիվ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պետք է իրականացրած լիներ, որ նման պնդում աներ։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հղում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կար, հեռախոսային խոսակցություն։ Ես հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել եւ ես վստահեցնում եմ որպես փաստաբան, որ ամենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն իր ձայնն է թե ոչ։ Հետևաբար կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն եւ այդ առիթը օգտագործելով, որ անձը գտնվում է կալանքում, ճիշտ կլինի ինքն մի ուժ գտնի իր մեջ եւ իր կողմից այդ ձայնագրությունը ուղարկվի փորձաքննության, որպեսզի տեսնենք այդ ձայնագրության հետ ինքը առնչություն ունի թե չունի։